1990 թվականին այն պատմական իրադարձություններից հետո, երբ Էժգեղասի Գորբաչովը վաճառեց եւ լուծարեց Վարշավյան պայմանագիրը, ինչին հաջորդեցին 90 թվականների թավշահեղափոխությունները Արևելյան Եվրոպայի երկրներում, նախկին GDR-ի տարածքում պարլամենտական ընտրությունները ապրիլ ամսին հաղթեց Գերմանական դեմոկրատական հանրապետության քրիստոնյա դեմոկրատական միությունը Լոթեր դե Մեզիերի գլխավորությամբ եւ ձևավորվեց կառավարություն ընտրությունների արդյունքում։ Այդ կառավարությունը աշխարհում միակ մեր համաշխարհային պատմության մեջ իր նախադեպը չունեցող, որի նախընտրական ծրագրի հիմնակարը իր պետության լուծարումն էր։ Ու չէր աշխարհում տես բան, որ մարդը ընտրություն հաղթի մենակեն նպատակով, որ լուծարի իր երկիրը։ Բայց դա ինչ-որ մեկ ռացիոնալ բացատրություն ունի, որովհետև GDR-ը լուծարվեց հօգուտ մեկ այլ գերմանական պետության։ Միավորվեց ֆեդերատիվ գերմանական հանրապետության հետ, որն ավելի հարուստ էր, ավելի մեծ էր, ավելի հզոր էր, եւ ինչ որտեղ դա արդարացնում է Լոթեր դե Մեզիերի քաղաքականությունը։ Բայց գերմանացիք երջանկացան այդ միացումով, ավելին այսօր բոլոր սոցհարցումները ցույց են տալիս հսկայական նոստալգիա երջանկահիշատակ GDR-ի հանդեպ։ Դե գիտեք, հիմա ես չեմ կարող ասել ինչ պետություն էր այդ GDR-ը, բայց մի բան, որ պետությունը ապահովում էր անվճար բնակարաններով իր բոլոր քաղաքացիներին, գրեթե անվճար կոմունալ ծախսերով եւ բնակչությունը կախված չէր համաշխարհային շուկաների վայրի վերումներից, ամերիկյան գժություններից, Իրանում թե ուր ասես, նավթի գների տատանումների, դա արդեն շատ մեծ բան է յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այժմ գերմանացիք չունեն այդ ամեն ինչը, ավելին հսկայական եւ շատ վտանգավոր սեպարատիստական տենդենսներ կան, հատկապես Սաքսոնիայում, նախկին GDR-ի Սաքսոնիայում, որոնք ուղղակի հոգնել են այս ամեն ինչից, հոգնել են եւ եվրաժեկներից, եւ միգրանտներից, որոնց երբեք ոչ ոք չէր կարող GDR-ի գլխին պարտադրել։ Մենակ 1 միլիոն սիրիացի ընդունեց Անգելա Մերկելը։ Ամերիկյան այդ անմարդկային օպերացիայի հետևանքով 1 միլիոն սիրիացի, որոնք նստած են այսօր գերմանական հարկատուի ուսերին եւ թե ինչպես են իրենց պահում սիրիացիք եւ մյուս աֆրիկացիք, մյուս մամեդականները տեսնում ենք ամենուր։ Բայց անցան տարիներ եւ 35-6 տարի հետո մենք տեսանք, որ կան աշխարհում եւս երկրներ, որոնց կառավարության ստրատեգիական եւ միակ նպատակը իրենց պետության լուսարումն է։ Դա Հայաստանն է, նոր Հայաստանն է Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ։ Այն մարդը չի թաքցնում իր նպատակները։ Այս իշխող ԿՊ ոմակը չի թաքցնում իր նպատակը, որ իրոք մենք եկել ենք այս պետությունը լիկվիդացնելու, բայց դա հրամցնում են հանրությանը այլ կերպ, թե մենք Ղարաբաղը հանձնեցինք, բայց զատո անկախացանք։ Առանց որևէ բացատրություն, թե ումից են անկախացել եւ ինչով էր Ղարաբաղը խանգարում նրանց անկախությանը։ Հիմա Սյունիքն են հանձնում, ինչ որ թրիպի պատրվագով, թե բա առանց թրիպի մենք չենք կարող, որովհետեւ պետք է ինտեգրվենք համաշխարհային լոգիստիկայի մեջ եւ այլն, արդյունքում վարի ագնում Սյունիքը։ Հետո հերթը կհասնի Սևանին։ Էրդողան Էֆենդին արդեն ասում է, թե դա մի քիչ ազնիվ չի էլի, որ աշխարհի ամենամեծ մաքրուջերի պաշարներից մեկը մենակ Հայաստանն է վայելում, բա այդպես բան կլինի, սև ախպերություն կա, բան կա,
հետո հերթը կհասնի Երևանին, վերջերս ադրբեջանական պետության պատվերով, իրանց բյուջետային փողերով գիրք է հրատարակվել գիտական հզոր գիր, որտեղ ասում է, որ ընդ որում նաև անգլերեն եւ ֆրանսերեն, որտեղ ապացուցում եւ ասում է, որ Ադրբեջանը, Երևան քաղաքը դա ադրբեջանական Երևանն է, հայերը որևէ կապ չունեն, դա ադրբեջանցիք են հիմնել, դե հիմա ադրբեջանցիները հայերի եւ ռուսերի պատճառով իրենց ստեղծած քաղաքում չեն։ Ինչևէ, եւ Հայաստանի լիկվիդացիան շատ ճիշտ ուղի է ընտրված արևմուտքի կողմից։ Տեսեք, հիմա Երևանում այս հակառուսական շաբաշի երկրորդ օրն էր այսօր։ Նախ ասեմ ինչ է այդ եվրոպական համայնքի ոնց է կոչվում, եվրոպական քաղաքական համայնք թե ինչ։ Դա Էմանուել Մակրոնի գաղափարն է, որ առաջի անգամ տեղի ունեցավ 22 թվականին Պրահայում, սա արդեն 8-րդ շաբաշն է, անցկացվում է Ռուսաստանում, որը կարծում եմ միտված է փոխարինել այդ արևելյան գործընկերության ծրագիրը Եվրամիության, որը նախաձեռնվեց ամերիկյան հրահանգով Լեհաստանի կողմից, Պուտինի Մյունխենյան ճառից անմիջապես հետո, ուր հրավիրվեցին Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանը։ Դե Ադրբեջանը, քանի որ քիչ շատից սուվերեն երկիր է, Ադրբեջանի դիրեկտորը իշխանությունը ամերիկացիների չի ստացել, հորից է ժառանգել եւ շատ ավելի սուվերեն է, քան Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ այս մեր թափթփուկները։ Անմիջապես թքեց այդ ծրագրի վրա, Բելարուսը հրաժարվեց։ Հայաստանն է իբր հրաժարվեց 13 թվականին, բայց հետո այլ ֆորտիչկեկով եվրոպացիք մտան, համոզեցին եւ Սերժ Սարգսյանի օրոք մի խայտարակ թուղթ ստորագրվեց, թե իբր Հայաստանը Եվրոասոցիացում է, բայց տնտեսական եւ ռազմական առումով չի կարող այնքան է ասոցիացել, որովհետեւ Ռուսաստանի հետ է կապված հապկով եւ մաքսային միությամբ։ Բայց քաղաքական առումով կասոցիացնենք, հələ մի բանը կինտեգրվենք, մի բանը կզուլվենք, թե այդ ինչ պիտի Եվրոպայից սովորեին հայերը, այդ ինչ քաղաքական, ես իմ ինչ մոդելներ պիտի բերե Եվրոպայից ընդօրինակ էին, որ Հայաստանում չգիտեին, եւ պետք էր այդ բացարձակ անիմաստ եւ հայերի համար կործանիչ այդ փաստաթուղթը ստորագրել Եվրոասոցիացիայի։ Ոչ ոք այդ հարցի պատասխանը չունի, որովհետեւ նման պատասխան չկա։ Միակ էֆեկտը դրա այն էր, որ նախ դա օգնեց, շատ նպաստեց գրանտակիրների բուժմանը, դրանց գլխականակի աճին եւ այսօր արգելված արդեն կոնյակ բառը, համ մարդիկ ինտեգրում են քեզ, ասում դու արի մեր աղբերն ես, արի մեր, բայց դե հանկարծ մեր կոնյակ բառը չօգտագործես, շամպայն բառը չօգտագործես, որովհետեւ դա մերն է, մենք ենք բան արել։ Ինչևէ։ Եվ այս հավաքի իմաստը նախ սա իրոք շաբաշ էր հակառուսական Ռուսաստանի դեմ ուղղված, օրինակ ոնց հասկանանք Զելենսկու ներկայությունը այդ միջոցառմանը։ Մարդը այսօր խոսում է, թե հրճվելով եւ Փաշինյան Նիկոլայ Բառնացյանում ծափահարում են, որ Մոսկովյան պարադի ժամանակ ռուսների այդ առաջվա պես հզոր չեն, վախենում են մեզնից, ռազմական տեխնիկա չեն հանում հրապարակ, բայց դե ամեն դեպքում մեր անօթաշու թռչող սարքերը կմասնակցեն այդ պարադին։ Բերել են տերորիստ վիժվածքին, կոկային քաշող վիժվածքին։ Այն դեպքում, երբ երկու շաբաթ առաջ Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլն ասում էր, թե ռուսները մեզ եղբայրական դաշնակից են, են։ Լավրա դուք հերմաֆրոդիտ եք, թե մարդ եք։ Համ ռուսնա քո եղբայրը, համ Զելենսկին ասում է, որ պիտի բեսպիլոտնիկ ուղարկի Մոսկովյան պարադին, դու էլ հիվան ես անում, հա, ողջունում ես դրա ասածը։ Ալիևն է դիստանցիոն միացել սրանց շաբաշին։
Ղարաբաղցիներին անվանել է սեպարատիստ, իսկ Բաքվի բանտերում պատանդ պահվողներին ռազմական հանցագործ։ Սա ասում է thank you։ Սա ասում է thank you։ Բա ինչ կարող ասել, եթե այդ մարդուն իշխանության են բերել եւ հանձնարարել են Հայաստանը լիկվիդացնել։ Դե լիկվիդացնում է։ ԱՄՆ կդնի թրիփ Հայաստանի հարստացան, ոնց որ էշ նախագահ այդ Խաչատրյան Վահագնային զարոմարադայ ասում, դե բացենք Սյունիքի դարպասը լողանանք փողերի մեջ, ես կում ենք ում։ Տոայ ոչխարով կթողնի դու փողի մեջ լողանաս։ Դարպասները բացեցիր, Սյունիքում հայ չի մնա։ 300,000 թուրք կգա կապրի։ Հետո պետք է հիանաս, թե Սևանի դարպասները բացենք։ Սևանում է հայ չի մնա, յուր չի մնա հայերի համար։ Կգան քեզնից նորմալ մարդիկ կվայելեն եւ Սևանը, եւ Սևանի իշխանը, եւ Սևանի ջուրը։ Ինչևէ, այս ամեն ինչը շատ թանկ կնստի Փաշինյան Նիկոլի վրա, շատ թանկ կնստի։ Ոչ թե Փաշինյան Նիկոլի ժողովրդի վրա, բայց թե Փաշինյան Նիկոլին ինչ անա, դոլարային միլիարդատեր է։ Նրա համար Հայաստանի գազի գինը 166 կլինի թե 600 թե 700, ընդհանրապես էական նշանակություն չունեն, հա։ Կվճարի այդ ամենի դիմաց կվճարի Հայաստանի բնակչությունը, որն իրեն դեռ ժողովուրդ է համարում։ Հայաստանի բնակչությունը կվճարի։ Իսկ բնակչությանն էլ հպարտորեն կասենք հպականները, թե զատո անկախություն եք ձեռք բերել։ Ինչ անենք, որ գազն է մի 4-5 անգամ թանկ չի, բայց անկախ եք, առաջ կախված էիք։ Հիմա անկախ եք, դեք գազն է թող մի քիչ թանկ լինի, ինչ անենք։ Մի քիչ թող լարսփակ լինի։ Այդ Վալբերիզի եւ Օզոնի փակվելը արդեն լուրջ վնաս է հասցրել Հայաստանին։ Հայ սպառողին, ես չգիտեմ ինչ Հայաստանից ինչ արտադրանք էր գնում։ Այդ ընկերությունների միջոցով, բայց ես ընտանիքներ գիտեմ, ովքեր մակարոն են ձեռք բերում Վալբերիզով։ Ավելի էժան է, քան Հայաստանի սուպերմարկետներում։ Չարազ են առնում Վալբերիզով, 2 անգամ էժան։ Բայց սա ինչպես ասում են ռուսերեն первые ласточки։ Տեսենք, թե ինչ արձագանք կունենա սրանց շաբաշը բանդերականների կառավարությամբ Ռուսաստանում։ Ինչ կգա հայ ժողովրդի գլխին Ռուսաստանի կողմից։ Բայց մի բանով էլ է Հայաստանը ունիկալ։ Ուրեմն հերիք չէ, որ Հայաստանը աշխարհի առաջի երկիրն է, որի կառավարությունը զբաղված է բացառապես Հայաստանի լուծարման հարցով։ Ու գեդերից բացի, բայց գեդերում ասում եմ արդարացում կա, չէ՞, ի վերջո են մարդիկ իրենց գերմանական պետությունը վերացրին, որ միանան մեկ այլ գերմանական պետությանը։ Դա ինչ որտեղ հակազգային բան չէր։ Բայց սա Հայաստանի պետությունը վերացնում է հանուն ինչի, հանուն արևմուտքի ցանկությունների, հանուն արևմուտքի հետ ինտեգրվելու, իրականում դա կլինի ոչ թե ինտեգրում արևմուտքի հետ, այլ լուծում թուրքերի մեջ, հայերը կլուծվեն թուրքերի մեջ, երկու թուրք արևանների մեջ։ Եվ սա կամավոր անում է հայերի կողմից կամավոր ընտրված այս հակազգային, հակամարտկային գրանտակերական խումբը։ Ուղղակի ստեղ մի ունիկալ մոմենտ է կա, ինչի վրա կուզենայի ուշադրություն դարձնել։ Մենք հասկանում ենք, մենք գիտենք, որ գրանտակերը գործակալը բոլոր երկրներում աշխատող, դրանք կարծիքի իրավունք չունեն, դրանք ինքնուրույն գործելու իրավունք չունեն, դրանք զուտ կատարողներ են, կենտրոնից ստացած հրահանգների կատարողներ։ Բայց այստեղ մի բան կա, մի բայս կա, օրինակ Շտիրլիցին բոլորս գիտենք, մարդը ինչ էր, հետախուզտղա էր, իր հայրենիքի համար աշխատում էր, ծառայություններ, հանձնարարություններ էր կատարում։ Բայց ես համոզված եմ, եթե Շտիրլիցին հրահանգ գա, որ Տավարիշ Իսաև կամ պարոն Շտիրլից կգնաս վաննայից մեջ կիսլատա կլսնես ու կնստես այդ վաննան, կվերացնես քեզ ամենադաժան ձևով,
Այդ մարդը չէր անի բանը։ Դուք ասեր կենտրոնն է, կենտրոնի հերն է եւ այլն եւ այլն։ Չէր անի։ Ոչ ոք հրանք չի կատարի իրեն վերացնելու։ Հայ գործակալները դա աշխարհում էլի միակն են եւ նախադեպի չունեն իրենց։ Իրենք իրենց վերացնում են այլոց հրանգով։ Սա ինչ դժվարություն է։ Այս ինչ դժվարություն է։ Վրաստանում է գրանտակերական ցանց եկավ իշխանության։ Վրաստանին առելի վնաս տվեց, բայց երբեք Ամերիկայից հրանք չէր գալիս, որ դուք տարած տվեք, դուք Ռուսաստանը наоборот ասում էին Ռուսաստանի դեմ դուք պիտի պայքարեք, Ռուսաստանից պիտի վերադարձնեք, նույնը Ուկրաինայում։ Մենակ այս խայտարակ ժողովուրդն է, որը նես մի էլիտա, ոչ թե էլիտա, նես մի սեգմենտ էլիտայի կազմում ունեցավ, որին իշխանություն հետո բերեց, որը հրանք է ստանում Հայաստանը լիկվիդացնել եւ այդ հրանգը հիանալի կատարում է։ Չի եղել այս բան աշխարհում։ Ես չգիտեմ։ Նորից եմ կրկնում, ոչ մի հետախույս, ոչ մի գործակալ իրեն վերացնող, իր ընտանիքը վերացնող հրանք չի կատարի։ Ուղղակի կհրաժարվի, դուրս կգա ծառայությունից, ծառայի դեպքում կփախնի։ Սրանք էտել են անում։ Սրանք էտել են անում։ Ինչ ասեմ, ասելու բան չկա։ Իհարկե ամեն դեպքում Հայաստանը չի լուծարվի։ Սյունիքը Ադրբեջան կամ Թուրքիա չի դառնա։ Թրամփի այդ կամուրջը, թրիփ կոչվածը երբեք իրականություն չի դառնա, բայց դա չի լինի հայ ժողովրդի շնորհքը։ Դա չի լինի իր շնորհիվ հայ ժողովրդի։ Դա ուղղակի կկանխի Ռուսաստանը, մի քիչ էլ Իրանը կօգնի։ Դա բայց ինչքան պետք է ժողովրդին փրկին դերսից։ Վերջապես պետք է գա մի պատմական պահ, երբ ժողովուրդը այնպիսի մի էլիտա ունենա քաղաքական, որը թքի արևմուտքի վրա եւ զբաղվի իր ազգի, իր ժողովրդի, իր պետության հոգսերով, շահերով, իր սեփական շահերով։ Ոչ թե տարվի արևմտականությամբ, այն է հակառուսականությամբ։ Հանուն ինչի։ Հանուն արևմտյան շահերի, բայց արևմտյան շահերը ինչ ընդհանուր բան ունեն Հայաստանի հետ, ինչ ընդհանուր բան։ Հավաքական արևմուտք այսօր Հայաստան չի տեսնում համաշխարհային քարտեզի վրա։ Հայաստանը դա մի խայտարակ խոչընդոտ է նրանց գլոբալ պրոյեկտների համար։ Լինի դա մեծ թուրան, թե մեկ այլ բան։ Չէ՞։ Ես հույսս կորսել եմ, որ այդ օրը կտեսնեմ, երբ Հայաստանում նորմալ քաղաքական էլիտա ձևավորվի, որի իշխանությունը կստանձնի։ Եվ մեր հույսը, կոնկրետ իմ հույսը հենա, որ սրանց բոլոր հակազգային, հակահայկական պրոյեկտները ուշ թե շուտ կվիժեցվեն։ Իսկ հայ ժողովուրդը դրա համար շատ թանկ կվիճարի։ 1920-ին հսկայական տարածքներ տվեց, զրկվեց Կարսից, Արդահանից, Արարատ լեռը կորցրեց։ 2020-ին զրկվեց Արցախից։ Հիմա սկզբունքորեն ուզում է զրկվել Սյունիքից եւ Երևանից։ Ինչ ասեմ, տեսնենք, թե այս մտավոր այս այլասերվածությունը երբ տեղը կզիջի նորմալ բանականությանը, որը մեզ կթելադրի մեր իսկական ազգային շահերը, որոնցով մենք կառաջնորդվենք։ Առայժմ այսքանը, կհանդիպենք շատ շուտով։